Տեսեք, ունենք ակտիվացում սուրշնչական վարակների մասով, թե ամբուլատոր օղակում դիմելիության և թե հիվանդանոցային, իհարկե մեր հսկողության տակ է և ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Իհարկե մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը ևս մենք իրար փոխանցում ենք և աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա և մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Այո, Ժորժ ջան, անցյալ տարվա Տեսեք Ժորժ ջան, սրանք տարբեր բաներ են, վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ, վիրուսային հիվանդությունները ուրեմն սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ ակտիվ շրջանն է և մենք համեմատական ենք տանում նաև նախորդ տարվա ուրեմն թվերի հետ, ըստ էության շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից։ Փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունեինք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել։ Նշեմ, որ այո, շրջանառվող շտամը H3N2-ը ունի սպეციფიկ ատիպիկ է և ջերմության բարձրացում, կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ և նորից շեշտադրում եմ, որ եթե չունեք ախտանշաններ, ապա խնդրում ենք մանավանդ ռիսկի խմբերին անպայման պատվաստվել, որովհետև մեր ցուցանիշները նաև ցույց են տալի պատվաստված անձինք կամ չեն վարակում, կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։ Երեխաները և այս շտամի հիվանդացության մասով էլ երեխաները մինչև 18 տարեկան ավելի ըստ էության ծանր են տանում հիվանդությունը, բայց պետք է նշեմ, որ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ ունեցող և 65-ից բարձր քաղաքացիները ևս շատ խորհուրդ է տալիս, որ պատվաստվեն։ Թոքաբորբեր հանգեցնում է ոչ միայն այս շտամը, այլ շրջանառվում են նաև այլ վարակներ և այո, մենք դիտարկում ենք նաև հիվանդանոցային օղակում թոքաբորբերի ցուցանիշները, բայց որևէ այսպես ահագնացող կամ մտահոգություն առաջացնող պատկեր այս պահին չունենք։ Չընկնի ջարդվի։ Դե ես շտամի անունն եմ հնչեցնում, չգիտեմ ինչ անուններ դրան հավելյալ տալիս են, շրջանառվում է H3N2 ատիպիկ գրիպը։ Չեմ լսել, որ դրա անունը սինգապուրյան են ասում, մեկ Հոնկոնգ էին ասում, հոնկոնգյան գրիպ, դե տարբեր բրենդներ են տալիս։ Հնարավոր չէ առաջին օղակ առանց անցնելու այդ դա փոխել,
Չէ, հնարավոր չի, որովհետև դա ճիշտ ուղի չի։ Տեսեք, առաջնային օղակը իր դերը ունի եւ մարդը, եթե ցուցանիշներ չունի հոսպիտալացման կամ էմերջենսի ծառայության, ապա պետք է դիմի պոլիկլինիկական օղակում։ Եթե անձը շրջանցում է այս օղակը եւ ուղիղ գալիս է հիվանդանոց, արտահիվանդանոցային դեպքի համար, ապա դա համարվում է վճարովի խորհրդատվություն։ Եթե մենք այս բոլոր կանոնները չապահովենք, ուրեմն չենք ունենա բավարար արդյունքներ եւ կստացվի, որ մեր անգամ թեթև դեպքերը կգնան հիվանդանոց, կծանրաբեռնեն հիվանդանոցները եւ ծանր դեպքերի սպասարկման համար խնդիրներ կունենանք։ Բայց այդ առաջին օղակից մինչև հասնել է, այնքան խնդիրներ առաջանում, ոչ թե որևէ խնդիր չի առաջանում։ Տեսեք, պոլիկլինիկան ունի Եթե ուրեմն երեխային մանկաբույժը նայել է եւ ցուցում չի տվել հոսպիտալացման, նշանակումները արել է տանը բուժում ստանալու, ապա սա մի իրավիճակ է։ Երբ որ երեխան այցելել է մանկաբույժին եւ մանկաբույժը հայտնաբերել է այնպիսի ախտանշաններ, որոնք հրատապ հոսպիտալացման են, դա լրիվ ուրիշ ռեժիմով է գնում։ Բայց պետք է հետևեն կանոններին եւ սա միայն մեր համար չի, սա գրագետ մոտեցումն է։ Չկա նման բան, չի կարող նման բան լինել, իհարկե սայլակների տրամադրումը իրականացնում է սոցիալ նախարարությունը, բայց ես կխնդրեմ կոնտակտները փոխանցեք, ես անձամբ կզբաղվեմ անպայման։ Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ուրեմն ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ միջ այդ այցելությունները։ Չեմ կարծում այստեղ որևէ խնդիր կա։ Ինձ հայտնի չի նման տվյալ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Շատ չեմ հասցնում, որովհետև շատ ծանր աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, գիտեք, որ ապահովագրության ներդրման այսպես ինտենսիվ շրջանն է եւ այո, միայն հասցնում եմ այս գործերը անել։ Որ իրավունքը։ Նայեք։ Բոլորը չէին պտտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաև այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաև ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք
մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել, իսկ հաջորդիվ տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն ես ասում եմ այն ինչ ես նշում եմ այն, ինչ որ ինձ հայտնի է եւ ես նման դիրքորոշում տեսել եմ մամուլում։ Իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը ես կարծում եմ հենց հոգեվոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է։ Եվ շատ մեծ նաեւ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել, որ այո, եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ, պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը։ Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք։ Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Ես ասեցի այն, ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։ Տեսեք, նախ օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի, սկսած 2027 թվականից, ազգային ժողովին ներկայացվելու է առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները եւ առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ։ Եվ սա էլ ձեր կողմից նշված սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետեւ սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման ուրեմն չափերը եւ այն խմբերը, ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը, ես 27 թվականի համար ես այս պահին չեմ կարող ասել, որտեվ դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի։ Նախատեսում եք, որ եկող տարի դիմերությունը կշատանա, այսինքն համակարգի վրա ծանրաբեռնվածությունը կշատանա։
Նման ուրեմն հնարավորությունը օրենքով սահմանված է, բայց ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ամեն տարի, ինչպես ասացի, ազգային ժողովում կորոշվի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ուրեմն նախորդ թիվ հայեցակարգի մեջ սահմանված էր միջակայք դրույքաչափի հնարավոր, բայց մենք հստակեցրեցինք եւ սահմանել ենք կոնկրետ արդեն տարեկան գումար, որպեսզի այստեղ էլ չունենանք 129,600 դրամ տարեկան չափն է լինելու։ Դե նշեցի, դա կորոշվի ամեն հաջորդ տարվա համար։ Այս պահին չունեմ այդպիսի տեղեկատվություն, ինչքան կբարձրանա։ Երրորդ հարցի հետ կապված 26 թվականից էլ են ներառվելու ուրեմն անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական ինչ որ դրոշմանիշների պարագայում է, իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում եւ ուրեմն աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, եւս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որովհետեւ նրանք էլ հնարավոր է օգտվեն մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Չէ, չի սուբսիդավորելու։ Այո, տեսեք, մենք նախնական նախագծում ունեինք նման հնարավորություն, մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ըստ էության ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել եւ պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ, բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն։ Սա միայն 26 թվականի համար է։ Խնդրեմ։ Ոչ, չի տարածվում, ամեն անձ վճարում է ապահովագրավճար իր համար եւ ձեռք է բերում փաթեթ իր համար։ Մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ 65+ տարիքի անձանց ապահովագրավճարը վճարում է պետությունը եւ փաթեթը ակտիվանում է տվյալ անձի համար։ Ոչ, իհարկե չի լուծարել եւ կլինի, տեսեք, առողջապահության մեր գործակալությունը դեռ շարունակում է աշխատել, կստեղծվի հիմնադրամը, մենք շատ սահուն անցում կկատարենք աշխատանքների պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախորոք իհարկե կծանուցվեն եւ իհարկե կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին եւ վստահ եմ, որ նրանցից մեծամասնությունը բավարար ուրեմն գիտելիքների եւ փորձառու ունենալով կանցնեն հիմնադրամ աշխատանքի։ Եթե կարելի է բարոյի շարունակությունը, մենք արդեն հասկացանք, որ օտարերկրացիների եւ անհատ ձեռնարկատերերի մեր մնացած խմբի համար առողջապահության նախարարությունը ոնց է նոր ուղղակի հարկ է սահմանում։ Բայց ինձ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր 3-4 ամիս են Հայաստանում ապրել, կես տարի չի, նրանք էլ չունենան ապահովագրություն։ Հարգելի գործընկերներ, սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է։ Չէ, սա պարտադիր ապահովագրավճար է եւ դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո, մարդը կարող է Հայաստանում ապրել 3-4 ամիս, բայց այդ 3-4 ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր, ուրեմն օրինակ վիրահատություն, որը արժի 3-4 միլիոն դրամ։ Եվ այստեղ մենք նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը, որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է։ Դուք վստահ եմ տեղեկատվություն
տեղեկացված եք, որ Վրաստանը պարտադիր դարձրեց օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելիս ունենալ առողջության ապահովագրություն։ Այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության։ Դա կլինի օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ։ Իրենք էլ միայն վճարման պարագայում էին ստանում այդ իրենց երկրի համապատասխան եւ եթե տվյալ երկիրը սուբսիդավորում էր, տարբեր երկրներում տարբեր են կանոնները, սուբսիդավորման չափերը եւ այս դեպքում էլ գործում է երկկողմանի պայմանագրերը եւ կտեսնենք ամեն երկրի հետ ինչ պայմանագրային հարաբերություններ ունենք։ Վարչապետը իր խոսքում շատ հստակ էր, ազգային ժողովում էլ այս մասին խոսել եւ այս ուրեմն տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ անձի, դա վեհափառի եղբոր մասին է եւ չգիտեմ ինչ ավելացնեմ։ Հստակ էր, որ այս տեղեկությունը եւ ըստ էության գնահատականը դա էր, որ մեր թե կաթողիկոսը եւ թե մյուս եպիսկոպոսները եւ հոգեվոր հայրերը պետք է լինեն Հայաստանի շահը սպասարկող, Հայաստանի ժողովրդին հավատարիմ անձինք եւ սա է մեր դիրքորոշումը։ Դե եթե այդ գնահատականը չլիներ, ինչպես կարող էր այս գործընթացը սկսել։ Մենք սրա հետ է կապված այս ամբողջ գործընթացը, որ այս անձինք ըստ էության չի կարող լինել վերլուծություն առանց տեղեկատվության։ Վերլուծությունը ինչ որ առումով տեղեկատվության վրա է հիմնվում։ Դե ես չեմ այդ հարցի պատասխանողը, չեմ կարող ասել կան, չկան, ինչքանով կան, չեմ իմանում, ես տեղեկացված չեմ այս մասով։ Հիմնադրամը ունի այլ կարգավիճակ, այն հիմնադրամ է, գործակալությունը ուներ ուրեմն առողջապահության նախարարության ոչ թե ենթակայությամբ, այլ կազմի մեջ էր գործում։ Իսկ սա լինելու է առանձին կառավարության կողմից հիմնադրված կառույց եւ սպասարկելու է ապահովագրության ամբողջ գործընթացը եւ իհարկե մինչեւ 2029 թվականը նաեւ պետական պատվերի հատվածը, այսինքն ամբողջական սպասարկումը իրականացնելու է հիմնադրամը։ Իսկ ինչու չպետք է որոշվեր։ Հայաստանը ոչ միտեղ անցում չի կատարում, Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերություններ եւ կարող ենք ասել, որ ամեն տարի այդ շուկայի ազատականացման, պայմանների թափանցիկության եւ հավասար հնարավորությունները ավելանում են։ Շատ երկրների օրինակ է, երբ որ առողջապահական ապահովագրությունը, պետական բազային փաթեթը, այո, սպասարկում է պետական հիմնադրամ։ Սա հանրային շահ է եւ հանրային բարիք է եւ մեր կարծիքով այս պահին Հայաստանի տնտեսական, առողջապահական ցուցանիշները ցույց են տալիս, որ այս մոդելը ամենաարդյունավետն է լինելու։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները շարունակելու են աշխատել, դուք նաեւ տեղեկացված եք, որ վերջերս ավստրիական շատ խոշոր ապահովագրական ընկերություն Հայաստանում ներդրում իրականացրեց, սա եւս խոսում է այն մասին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նպաստում է Հայաստանում ընդհանուր առմամբ ապահովագրական շուկայի զարգացմանը։
Ես պետք է ասեմ, որ մեր անազատության մեջ գտնվող բոլոր անձինք օգտվում են հավասար կերպով անհրաժեշտ բուժօգնությունից եւ չկա որևէ մի անձ այսօր կատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզնման, սպասարկման, վիրահատության, որը ինչ որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է։ Գալով կոնկրետ դեպքին, մենք այսօր ենք ստացել նման ուրեմն դիմում եւ միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով, կնայենք, ընթացք կտանք։ Պաշտպանների կողմից է ներկայացվել։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը որ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչ որ նոր հնչեցվում է։ Մեր կողմից տեսեք, քրեակատարողական նայեք, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժ սպասարկումը իրականացում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Տեսեք, նորից եմ կրկնում, դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի։ Նման դիմում չենք ունեցել։ Իհարկե, իսկ ինչու չեմ համարում։ Միանշանակ ինչու ոչ, ես նման հնարավորությունը չբացառեցի։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա նորից եմ կրկնում, պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաև Միքայել Աճապաղյանի առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք։ Այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ։ Չեմ կարող ասել, ըստ սահմանված կարգի ընթացք կտանք։ Ես չժխտեցի, որ այո, կարող է նման հնարավորություն լինել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։